ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունները, որպեսզի մենք կարողանանք արագ եւ անվտանգ դուրս բերել պատանդներին։ Հիմա դա չափազանց վտանգավոր է, ընդգծել է քաղաքական գործիչը։ Ըստ Համասի հայտարարության Սպիտակ տան ղեկավարը կարծում է, իրենք պատրաստ են երկարատև խաղաղության։ ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի վերազինումը, որպեսզի խուսափի Ռուսաստանի հետ հակամարտությունից։ Նման կոչով հանդես է եկել ֆիննական Ազատության դաշինք ազգային պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման։ Դեպի Ռուսաստան ՆԱՏՕ-ի ընդլայնումից հետո մենք սկսել ենք վերազինվել, ակտիվանում են բոլոր ահազանգերը։ Մենք պետք է անհապաղ դադարեցնենք Եվրոպայի վերազինումը։ Մենք պատերազմ չենք ուզում, հայտարարել է կուսակցության անդամը։ Մեման նշել է, Պուտինի վերջին ելույթը ցույց տվեց. Մոսկվան տեսնում է Եվրոպայի ռազմատենչ հռետորաբանությունը, ինչը վկայում է, Եվրոպան սխալ ուղղությամբ է շարժվում։ Քաղաքական գործիչը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին, Չինաստանին եւ Հնդկաստանին աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ, որպեսզի խուսափեն այն գլոբալ պատերազմի վերածելու վտանգից։ Պաղեստինյան Համաս արմատական շարժումը համաձայնել է ազատ արձակել գերիներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի համաձայն։ Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան։ Համասում համաձայնել են Գազայի հատվածի կառավարումը փոխանցել իշխանության անկախ մարմնին, որը բաղկացած է պաղեստինյան տեխնոկրատներից։ Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր Գազայում Իսրայելի եւ Համասի միջև հակամարտությունն ավարտելու իր ծրագիրը։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից։ Ուկրաինան չի ստանա Թոմահոք թևավոր հրթիռների նորագույն մոդիֆիկացիաները, իսկ հները արդյունավետ չեն լինի։ Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Պատրիկ Հենինգսենը։ Մենք կրկին խոսում ենք հրաշք զենքի մասին, նրանք իսկապես հավատում են, որ դա ինչ-որ կերպ կփոխի մարտի ընթացքը, նշել է փորձագետը։ Վերջինս վստահ է, Արևմուտքը Կիևին չի հանձնի որևէ սպառազինության նորագույն եւ ամենաարդյունավետ մոդիֆիկացիաները։ Մասնավորապես խոսքը Թոմահոքի մասին է։ Այդպես է եղել նաև այլ սպառազինությունների դեպքում, որոնք մենք ավելի վաղ մատակարարել ենք Ուկրաինային, արձանագրել է Հենինգսենը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին զարմացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Համասը պատրաստ է խաղաղության։ Այս մասին հայտնել է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։ Սպիտակ տան ղեկավարը նաև կոչ է արել Իսրայելին դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները։ Նեթանյահուն կարծում է, Համասի կողմից պատասխանը փաստացի ամերիկյան առաջնորդի ծրագրից հրաժարվելն է։ Հաղորդվում է, վարչապետն իր կարծիքն է հայտնել ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել մինչև ԱՄՆ նախագահի հայտարարության հրապարակումը։ Նեթանյահուն նաև հայտարարել է ԱՄՆ-ի հետ պատասխան միջոցների համաձայնեցման անհրաժեշտության մասին։